Ցուլ կենթանակերպը որպես ծնող։ Ցուլ նշանի մարդիկ ծնողական դերում առանձնանում են կայունությամբ, համբերատարությամբ եւ խորը սիրով։ Նրանք ստեղծում են երեխաների համար անվտանգ եւ կանխատեսելի միջավայր, որտեղ հնարավոր է զարգանալ, սովորել եւ զգալ վստահություն։ Ցուլ ծնողները միշտ ցկտում են ապահովել երեխաների էմոցիոնալ եւ նյութական բարեկեցությունը, դառնալ նրանց հենարանն ու աջակցությունը կյանքի բոլոր փուլերում։ Այս նշանի ծնողները հակված են լինել համակարգված եւ հետևողական։ Նրանք նախընտրում են պլանավորել օրն ու ժամացույցով ղեկավարել ընտանեկան գործունեությունը, սակայն միշտ համոզվում են, որ երեխաները ազատ են իրենց հետաքրքրությունները ուսումնասիրելու եւ ստեղծագործական նախաձեռնություն ցուցաբերելու համար։ Ցուլերը գիտեն, թե ինչպես երեխային սովորեցնել պատասխանատվություն, համբերություն եւ կարգապահություն առանց ճնշման եւ միշտ ցուցաբերում են առօրյա կյանքի օրինակով ուսուցման ուժը։ Ցուլ ծնողների հիմնական առանձնահատկությունը նրանց կայունությունն է։ Նրանք հազվադեպ են կորցնում ինքնատիրապետումը, նույնիսկ դժվար իրավիճակներում, ինչը երեխաներին թույլ է տալիս զգալ վստահություն եւ ապահովություն։ Նրանք սիրում են ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, արշավներ, կրթական ու մշակութային այցելություններ, խաղեր եւ ընթերցանություն, միշտ ցուցադրելով հուզական սատարում։ Նրանց ծնողական մոտեցումը նաեւ շատ զգայուն է։ Ցուլերը հաճախ ճանաչում են երեխայի անհատական բնավորությունը, հասկանում նրա կարիքներն ու հետաքրքրությունները եւ համապատասխանաբար կողմնորոշվում օգնելու կամ ուղղորդելու համար։ Նրանք կարևորում են երեխաների անձնական տարածքը, բայց երբ անհրաժեշտ է, միշտ ներկայանում են որպես պաշտպան եւ խորհրդատու։ Ընդհանուր առմամբ, ցուլ ծնողները երեխաներին մեծացնում են այնպիսի միջավայրում, որտեղ համատեղվում են անվտանգություն, սեր, ուշադրություն եւ խնամք։ Նրանց երեխաները սովորաբար աճում են վստահ, անկախ, լավ կազմակերպված եւ զգայուն անձնավորություններ, ովքեր սովորում են հարգել եւ գնահատել շրջապատը։ Ցուլ կենթանակերպը որպես հայր։ Ցուլ տղամարդը հայր դերում հանդես է գալիս որպես ապահովության եւ կայունության խորհրդանիշ։ Նրա երեխաները միշտ գիտեն, որ կարող են վստահել նրան, լինի դա հուզական աջակցություն, թե առօրյա կյանքում որոշումների հարցում։ Ցուլ հայրը շատ համբերատար է եւ նրա մոտեցումը դաստիարակությանը հիմնականում կառուցված է ուշադրության, հետևողականության եւ սիրո վրա։ Նա ձգտում է լինել իր երեխաների համար հենարան, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն։ Նրա հետ երեխաները սովորում են պատասխանատվություն, համբերություն եւ այն, թե ինչպես ճիշտ գնահատել կյանքի արժեքները։ Ցուլ հայրը սիրում է ընտանիքով զբաղվել համատեղ գործողություններով՝ զբոսանքներ, բացօթյա արշավներ, կրթական այցելություններ կամ նույնիսկ համեղ ընթրիքներ, ցույց տալով, որ հարաբերությունները եւ միասին ժամանակ անցկացնելը կարեւոր են։ Նրա բնավորության մեկ առանձնահատկությունն այն է, որ նա համառ է որոշ բաներում, հատկապես երբ խոսքը վերաբերում է երեխաների անվտանգության, բարեկեցության կամ արժեքների դաստիարակությանը։ Սակայն այդ համառությունը հաճախ ծառայում է որպես ուսուցանող գործիք, երեխաներին սովորեցնելով համառություն, նպատակասլացություն եւ համբերատարություն։ Ցուլ հայրերը հաճախ տարբերվում են նրանով, որ իրենց զգայուն ու հոգատար կողմը ցուցադրում են գործերով, ոչ թե միայն խոսքերով։ Նրանք պատրաստ են օգնել, պաշտպանել, խնամել եւ նաեւ խաղալ իրենց երեխաների հետ։ Նրանց համար կարեւոր է երեխաների հուզական կայունությունը եւ ինքնավստահության զարգացումը, ինչը սովորաբար իրենց որդիների ու դուստրերի համար ստեղծում է անվտանգ եւ ջերմ միջավայր։ Ընդհանուր առմամբ, ցուլ հայրը համարվում է կայուն, պատասխանատու եւ վստահելի գործընկեր երեխայի զարգացման ճանապարհին, որը երեխաներին սովորեցնում է գնահատել կյանքը, սիրել ընտանիքը եւ հարգել շրջապատը։ Ցուլ կենթանակերպը որպես մայր։ Ցուլ մայրերը իրենց դաստիարակչական ոճով տարբերվում են որպես կայունություն եւ սիրով լի անձնավորություններ։ Նրանք երեխաների համար ստեղծում են անվտանգ, հարմարավետ եւ խաղաղ միջավայր, որտեղ յուրաքանչյուր փոքրիկ զգում է ուշադրություն, հարգանք եւ անսահման ջերմություն։ Ցուլ մայրերը շատ հոգատար են եւ պատրաստ են ժամանակ ու ջանք հատկացնել երեխաների կարիքներին, լինի դա դպրոցական առաջադրանքների օգնություն, ստեղծագործական զբաղմունքներ, թե պարզապես միասին անցկացրած ժամեր, զբոսանքներ, արվեստի գործունեություն կամ խոհարարություն։ Նրանց համար կարևոր է, որ երեխաները հստակ սահմաններ ունենան, բայց այդ սահմանները երբեք չեն լինում ձանձրալի կամ կոշտ։ Դրանք մշտապես ուղեկցվում են սեր, բացատրություն եւ համբերատարություն ցուցաբերելով։ Ցուլ մայրերի եւս մեկ առանձնահատկություն կայանում է նրանց համառությամբ եւ հաստատուն մոտեցմամբ։
Երբ նրանք որոշում են, որ ինչ-որ բան կարևոր է երեխաների համար, նրանք սովորաբար չեն փոխվում եւ հետեւողական են լինում այն ամենում, ինչ անում են։ Սա երեխաներին սովորեցնում է կայունություն, նպատակասլացություն եւ ինքնուրույնություն։ Նրանք մեծ ուշադրություն են դարձնում առօրյա կյանքին՝ ուտելիք, հիգիենը, դասընթացներ, առողջ կենցակերպ։ Ցուլ մայրը սիրում է գեղեցիկ, կարգին եւ կազմակերպված միջավայր, ինչը հաճախ փոխանցում է նաեւ երեխաներին։ Նրանք սովորաբար խնայող են, բայց սիրով գնում են որակյալ ու գեղեցիկ իրեր, որոնք կարող են երկար ծառայել ընտանիքին։ Ցուլ մայրերը հատկապես զգայուն են իրենց երեխաների էմոցիաների հանդեպ։ Նրանք սովորաբար հասկանում են, երբ երեխայի տրամադրությունը վատ է եւ չեն վախենում կանգնել ու հոգատարությամբ աջակցել նրան։ Նրանց ջերմությունն ու ուշադրությունը կարող է արտահայտվել փոքրիկ գրքախառնություններով, համբույրներով, հուզական խոսքերով եւ նույնիսկ զվարճալի խաղերով։ Ընդհանուր առմամբ ցուլ մայրերը համարվում են երեխաների համար վստահելի, սիրով եւ համբերությամբ լի առաջնորդներ, որոնք ապահովում են անվտանգ, կայուն եւ խնամքով լի միջավայր, մանկության յուրաքանչյուր պահը դարձնելով արժեքավոր եւ հիշարժան։